Այսօր մարդու իրավունքների միջազգային օրը մենք բոլորս խոսում ենք բարձր արժեքների մասին, սակայն զուգահեռաբար ունենք մի իրողություն, երբ Հայաստանի Հանրապետությունում անտեսված են մարդու իրավունքները։ Ունենք մի իրողություն, երբ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքները մնում են զուտ սին հայտարարությունների մակարդակում։ Ցավոք Դավիթ Համբարձումյանի, հոգևորականների եւ մնացած բոլոր քաղբանտարկյալների կալանքը դարձյալ ապացուցեց, որ Հայաստանի Հանրապետությունում իրավական համակարգը ընկրկում է, թուլանում է բոլոր այն դեպքերում, երբ խոսքը գնում է քաղաքականապես զգայուն գործերին։ Այսօր մեկ անձի ազատության մասին չէ խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ մենք այժմ ունենք համակարգային խնդիր։ Մի խնդիր, երբ քաղաքական դրդապատճառներով մարդկանց իրավունքը դադարում է գործել։ Եվ իրականում ոչ թե մտահոգիչ, այլ աղետալի է միջազգային կառույցների լռությունը։ Իրականում, երբ որ խոսքը վերաբերվում է Հայաստանի իրական խնդիրներին, հաճախ այդ նույն միջազգային կառույցները, որոնք սովորաբար խոսում են ժողովրդավարական բարձր արժեքների մասին, դիվանագիտական քնի մեջ են ընկնում։ Մենք պահանջում ենք, որպեսզի միջազգային կառույցները արձագանքեն այսօրվա իրողությանը։ Այսօր աննախադեպ թվով քաղբանտարկյալներ կան Հայաստանի Հանրապետությունում, նախադեպը չունեցող եւ միջազգային կառույցները լռում են։ Մենք պահանջում ենք, որպեսզի միջազգային կառույցները արձագանքեն այս դեպքերը չմնան անարգանք, այլապես մարդու իրավունքները եւ մարդու իրավունքների օրը պարզապես մնում է թղթի վրա, գրում է զուտ դեկլարատիվ։ Եվ իրականում, երբ որ սովորաբար մտահոգություններ ու հայտարարություններ են ընդհանրապես միջազգային կառույցների կողմից հայտարարությունների տեսքով տարածվում, ոչ թե գործիքակազմներ իրենց առաջադրվում, պարզապես մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ որ մարդու իրավունքները պարզապես վերածվում են ծաղրը։ Մենք պահանջում ենք, որպեսզի միջազգային կառույցները արձագանքեն այսօրվա քաղբանտարկյալների խնդրին եւ իրականում Հայաստանում գործող իրավիճակին։